փոքր ճապազրույց։ Կրկնում եմ, ընդհանուր առմամբ պետք է էթիկայի հանձնաժողով լինի ազգային ժողովում, հենց ամենաառաջի օրվանից մենք այդ գաղափարը ունեցել ենք, որը ընթացս կզբաղվի մշտական հանձնաժողովի տրամաբանության մեջ, բայց հիմա դա Անել պարոն Քոչարյանի հետ կապված ձեր վերած օրինակով մենք այդ հարցը դեռ չենք քննարկել։ Ինչու պարոն Սիմոնյան։ Չենք քննարկել։ Նկատի Հարմար չի եղել, չենք քննարկել։ Բայց օրակարգում կա քննարկելու եք, մենք ֆիքս ենք դա։ Որ Քանի որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից նման հարց է բարձրացվել եւ լրագրողների կողմից էլ նաեւ կա, բնական է կքննարկենք։ Իսկ կներեք էլի ինչ ընթացակարգով է շարունակվելու։ Չգիտեմ, դուք բռնացրել եք միջանցքում, փորձում եք ինչ-որ հարցեր տալ, որոնց ես հիմա պատրաստ չեմ պատասխանելու, ասում եմ, ինչ որ ասեցի, գիտեի ասեցի։ Պարոն Սիմոնյան, քանի որ պատասխանում եք մի քանի որ սա վերացեցիք, վաղ այնտեղ ավականու նիստն է, մասնակցելու է վերջո քաղաքացիական պայմանագրի ձեր ֆրակցիան նիստին առաջադրվելու է Սարիկ Նույնասյանը որպես քաղաքապետ։ Դրա մասին ընդդեղի խմբակցությունը հայտարարություն կանի եւ իր որոշումը ձեզ կհայտնի։ Հա, եկեք բոլոր գաղտնիքները չբաց։ Այսօր որոշումը կլինի ֆրակցիայի։ Ասում իրանք կհայտնեն, ես չեմ ուզում դրա մեջ մտնել եւ չեմ ուզում դրա հետ կապված հայտարարություն անել։ Պարոն Սիմոնյան, ես այլ հարց եմ տալիս ոչ Գյումրիի հետ կապ։ Ես այդ թեմայով ուրեմն իսկ ընդունելի կլինի իշխանության այնտեղի իշխող մեծամասնության համար եթե ընդդիմադիր օրինակ ակնկալում եք որ հնարավոր ընդդիմադիր ձայներ տրվեն ձեր տեխնացուին եթե առաջադրեք օրինակ մտածեք այսինքն դիմությունը կա այսպիսի սցենար կամ քննարկումների ես կարծում եմ որ բոլոր փորձեք ստանալ ընդդիմադիրների ձայները նման քննարկումներ չեն եղել բայց ես կարծում եմ որ տրամաբանական է որ այն ուժը որ ամենաշատ ձայներն է հավաքել նաև քաղաքապետ ընտրի իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում որ ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու եւ դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների աշխատանքների, որովհետեւ այդ նմանատիպ չակերտավոր 1 ժամյա 1 գիշերվա կոալիցիան չեմ կարծում որ կկարողանա ապահովի բնականon գործունեությունը դա իմ կարծիքն է իսկ աշխատանքը կառավարության հետ եթե այնտեղ Վարդան Ղուկասյանն ես ասեմ Վարդան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ իմ կարծիքը չի ասում եք որ պետք է բանտում լիներ ես իմ կարծիքը չեմ փոխում եւ կարծում եմ որ իր տեղը ճիշտ տեղը բանտում ում եք մեղադրում որ բանտում չի ով է թերացել բոլորիս Օրինակ ինչ պետք է անի Ես քաղաքական գործիչ եմ, ես որևիցե բան չեմ կարող անել։ Դե բոլորիս, որովհետև երևի ինչ որ պահի, ինչ որ տեղ ամեն ինչ չէ որ ճիշտ են կարել, բայց նաև կան հարուցված գործեր եւ կարծում եմ ինչ որ ժամանակի ընթացքում այդ գործերը իրենց հանգրվանին կհասնեն։ Այդ ոնց է ստացվում որ մնացածի հետ կապված։ Չէ, չեմ կարծում որ դրա մասին ես եմ որ պետք է հայտարարություններ անեմ։ Ես որ իմանայի ում եմ կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես։ Սիմոնյան, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանն եմ ուզում անդրադառնալ։ Ես հատուկ ձեզ համար դուրս եմ գրել, ինչ եմ ձեզ ասել։ Ինձ ասել եմ, ես չեմ նայել։ Քաղաքացիական պայմանագրին։ Տես ասում է Հայաստանի կառավարիչների կողմից անտերության է մատնված Արցախահայությունը։ Այս տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայում է այս կապիտուլյանտ իշխանություններին։ Եվ պատկերավոր էլի հիշել է իր նախկին